Սիրելի երևանցիներ, իրականում ուզում եմ հիշեցնել, մենք քննարկում ենք Երևան քաղաքում գոյուղիների եւ հեղեղատար համակարգերի հիմնանորոգման հարցը, բայց քանի որ մենք որոշակիորեն թույլ տվեցինք մեր գործընկերներին իրենց ելույթներում շեղվել թեմայից, այնուամենայնիվ ինձ ներող կլինեք, բայց ես էլ ստիպված եմ շեղվել թեմաներից։ Այստեղ մենք ունենք տարբեր խմբակցություններ ներկայացված, ովքեր որ բոլորը ինչ-որ նախապատմություն ունեն, բոլորը ինչ-որ քաղաքական ակունքներից են սերում եւ ամեն մեկը ինչ-որ մի արժեքային համակարգ է ներկայացնում։ Արոն Թորոսյանը երբ խոսում է աշխատանքներից, համակարգայնությունից այդ աշխատանքների կազմակերպման, ես միշտ ուզում եմ հիշել 2018 թվականից 2021 թվականները ընկած ժամանակահատվածը եւ այդ ժամանակ իրականացված այդ համակարգային աշխատանքները եւ լուծումները, որոնք որ իրականում երբ տենց մի փոքր ավելի դետալային խորանում ես, երբ այդ փոշին եւ դումանը մի կողմ ես դնում, հասկանում ես, որ ուղղակի բացակայել է, առհասարակ բացակայել է եւ երբ որ դուք մեզ քննադատում եք, պարոն Թորոսյան, ես հենց քաղաքային խնդիրների մասին եմ ուզում խոսել, էլի այս հատվածում։ Դուք իրապես էլի խոսելու տեղ չունեք։ Ասենք սկսած ձեր կատարած, ձեր առաջնորդի կատարած աշխատանքներից, այդ ծավալներից, այդ աշխատանքի որակներից, ասենք տարին մի 10 հատ բակ է կիսատ պրած սարքում, հետո տենց ծափ ենք տալի, հետո այդ սաղ բակերի հիմա նորից մենք վերակառուցում ենք։ Երբ որ հիմա տարեկան մի 130 բակ ենք մենք կառուցում։ Դուք համակարգային աշխատանքներից մի խոսացեք, լռեք, այլ բանից խոսացեք, քաղաքական թեմաներից, տեսեք օրինակ վերցրեք ձեր գործընկերներից, իրենք քաղաքական թեմաներից են խոսում։ Բայց ձեր գործընկերները, օրինակ Մայր Հայաստանի, որ շուտ ճիշտ նշվեց, էլի, մի հատ նորից վերադառնանք այն ակունքներին, իրանք որտեղից են։ Հիմա լավ, համենայն դեպս ուր են հանգրվանել, ճիշտ է։ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանի ցուցակում եւ Հայաստան Դաշինքի ցուցակում։ Եվ այս մարդիկ ընդհանուր առմամբ էլի խոսում են կոռուպցիայից, խոսում են ինչ-որ, չգիտեմ, տենց բան, աշխարհ-քաղաքական խնդիրներից մեր, այսինքն Երևանում մի քանի օր առաջ անցկացվել է եվրոպական համաժողովը։ Հայ ազգի պատմության ընթացքում նմանատիպ միջոցառում Հայաստանում տեղի չի ունեցել։ Տիգրան Մեծի ժամանակ sense բան տեղի չի ունեցել Հայաստանում։ Չի ունեցել։ Ասենք Ժորժ ջան, հասկանում եք, ինչա եղել։ Աշխարհի ուղիղ կեսը, ասենք ՀՆԱ-ով, չգիտեմ, ամեն ինչով, կենտրոնացած էր Երևան քաղաքում 2 օր։ Եվ մենք հլը լսում ենք քննադատություն դրա վերաբերյալ, հասկանում եք։ Եվ իրականում հարգելի գործընկերներ, ես մի բանի համար եմ շատ ուրախ, որ դուք կարողանում եք այսօր խոսալ, որ մենք ստեղծել ենք այդ հնարավորությունը ձեր համար, որ այստեղ ինչ ասես կարաք, ինչ ուզեք կարաք խոսակ, սուտ տնի, ճիշտ տնի, ու ձեզ դրա համար ոչ մի բան չի լինի, հարգելի գործընկերներ, որովհետև ձեր այն ցուցակներում, որտեղ որ դուք եք, այդ իշխանությունների օրոք ձեզ պաձեզներում քացուտակ էին առել ձեզ։ Այո, եւ ես շատ ուրախ եմ, անկախ ամեն ինչից, չնայած որ դուք ինչ խոսում եք, տենց 97% ջուր է եւ սուտ, եւ շատ ուրախ եմ, որ դուք հանգիստ, ազատ այդ հիմարությունները կարողանում եք խոսել։ Եվ շնորհավորում եմ ձեզ այդ Հայաստանի Հանրապետությունը ունենալու առիթով, սիրելի գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ։ Ընդմիջում